Եվրասիական տնտեսական միության Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շարունակում է աշխատանքը Եվրասիական տնտեսական միության շրջանակում առկա խնդիրների ուղղությամբ։ Նրա խոսքով առաջիկայում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին ինքը ևս կմասնակցի։ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այդ նիստին մասնակցություն կունենամ եւ ինչպես ասել եմ, կզբաղվենք, բայց այսօր ենք զբաղվում եւ Եվրասիական տնտեսական միության ինստիտուտները աշխատում են, այսինքն դա սովորական ընթացիկ process է եւ այդ process-ներին կմասնակցենք։ Փաշինյանը հիշեցրել է, որ նախընտրական շրջանում խոսել էր ԵԱՏՄ բարձրագույն մարմիններում Հայաստանի ներգրավվածության եւ առկա խնդիրները գործընկերների հետ քննարկելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Ոչ մի բանի մասին, հա։ 2 ամսով կալանավորվել է ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Դավիթ Ղազինյանը։ Դատարանը բավարարել է հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ Դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր, ավարտվել է առավոտյան 7:10-ին։ Դատական ակտը պետք է հրապարակվեր առավոտյան 9-ին, բայց մի փոքր ուշացումով հրապարակվեց կալանքի որոշումը, թեպետ որևէ փաստարկ ամբողջ նիստի ընթացքում չի ներկայացվել, ասել է Վարդևանյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի նախապատրաստությանը։ Փամբակ գետից հեռացնում են 7-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած խողովակը։ Դեռ քույրերին որոնելու օրվանից տեղացիներն ասել էին, որ խողովակը պատուհաս է եւ պետք է հեռացնել։ Ականատեսների խոսքով քույրերը այս խողովակի վրայով են փորձել անցնել ու հայտնվել գետում։ Վաղ առավոտից գետում վերսկսվել են որոնողական աշխատանքները։ Ներգրաված են փրկարար ծառայության 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Հունիսի 15-ին ժամը 17:05-ին 7 եւ 13 տարեկան երկու քույրեր Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել եւ չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին ժամը 9:30-ի սահմաններում Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Մոսկվան եւ Մոսկվայի մարզը ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների հզոր հարձակման։ Ըստ Մոսկվայի քաղաքապետի խոցվել է շուրջ 180 ԱԹՍ, սակայն գործողությունները դեռ շարունակվում են։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի վրա է հարձակվել շուրջ 992 ԱԹՍ։ Հարձակման թիրախում են հայտնվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանը Սադովոդ եւ Բելայադաչա առևտրի կենտրոնները, որտեղ ԱԹՍ-ների բեկորները ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ Հարվածների հետևանքով տուժել է առնվազն 17 բնակիչ։ Կոտելնիկիում վնասվածքներ է ստացել 8 մարդ, վիրավորների թվում կա 3 տարեկան երեխա։ Մոսկվայի բոլոր օդակայանները փակվել են, Շերեմետևոյի ուղևորները տարհանվել։ Aeroflot-ը, Pobeda-ն, Rossian եւ Smart-Avian ստիպված են եղել փոփոխել չվացուցակները։ Aeroflot եւ Pobeda ընկերությունները խնդրել են չեղարկված չվերթների ուղևորներին չգալ օդակայան, նշելով, որ տոմսերի վերադարձն ու ձևակերպումը կարելի է անել հեռավար։ Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտն էլ վարորդներին հորդորել է առանց ծայրահեղ անհրաժեշտության կանգ չառնել Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է հարվածների փաստը, նշելով, որ ուկրաինական հեռահար հարձակումները հասել են Մոսկվա եւ այս շաբաթ արդեն երկրորդ անգամ խոցվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանը։ Զելենսկին սա անվանել է լիովին արդարացի պատասխան ուկրաինական քաղաքներին հասցված ռուսական հարվածներին եւ նշել. ժամանակն է ավարտել այս պատերազմը եւ Ռուսաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի դիվանագիտության մեջ։ Սոչիից Արխանգելսկ թռչող Smart-Avia Boeing 737-800 ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան։ Ինքնաթիռում տեխնիկական անսարքության պատճառով։ Ինքնաթիռը Սևծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան է ուղարկել եւ անհետացել ռադարներից։ Կարճ ժամանակ անց հայտնել են, որ պատրաստվում են արտակարգ վայրեջք կատարել Սոչիի օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 189 ուղևոր։ Unity
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ցանկանում է սահմանափակել Ուկրաինայից փախստականների ընդունումը միության անդամ երկրներում։ Հայտնել է DPA-ի գործակալությունը հղում անելով եվրոպական երկրների առաջնորդներին ուղղված նրա նամակին։ Նշվել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը մտադիր է փոխել ուկրաինակցիների ընդունման բարձրացված կանոնները։ Միևնույն ժամանակ նա առաջարկել է երկարաձգել Ուկրաինայից արդեն ժամանած փախստականների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ստորագրել է Իրանի հետ համաձայնագրի օրինակը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ Վերսալի պալատում։ Ստորագրված համաձայնագրի լուսանկարը ուղարկվել է իրանցիներին և միջնորդներին։ Նույն կերպ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի ստորագրության նկարն է ուղարկվել ամերիկյան կողմին։ Այսպիսով երկրները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։ ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները պետք է պատրաստեն Իրանի վերականգնման ծրագիր առնվազն $300 միլիարդ չափով։ Վաշինգտոնը պարտավորվում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հանել այն ժամանակահատվածում, որի մասին կողմերը կպայմանավորվեն վերջնական համաձայնագրում։ Իրանը չի արտադրի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։ Կողմերն իրանական միջուկային նյութերի հարցը կլուծեն ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության ներքո։ Իրանը պարտավորվում է Հորմուզի նեղուցով անցնելու համար նավերից 60 օրվա ընթացքում վճար չվերցնել։ Այսպիսով Շվեյցարիայում կայանալիք հանդիպումը չեղարկվել է։ الشعب الإيراني والمقاومة Հեզբոլլայի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը վերահաստատել է, որ իրենց կազմակերպությունը կտրականապես մերժում է հարավային Լիբանանում Իսրայելի առաջարկած փորձնական գոտիների ստեղծումը։ Նա շեշտել է, որ Իսրայելի հետ բանակցությունների վերջնական նպատակը փոխադարձ անվտանգության հասնելն է եւ նշել, որ Իսրայելի համար որևէ անվտանգ գոտի չի լինելու եւ նրանք պետք է հեռանան Լիբանանից։ بقوة الاستعداد للتضحية Քասեմը նաև շեշտել է, որ Հեզբոլլահը դեմ է ցանկացած առաջարկ, որը կպահանջի խմբավորման զինաթափում։ Ըստ նրա գլխավոր նպատակը պետք է լինի 2024 թվականի նոյեմբերի 27-ին հայտարարված հրադադարի համաձայնագրի հիման վրա 5 առանցքային խնդրի իրագործումը, օդային, ցամաքային ու ծովային հարձակումների դադարեցումը, Լիբանանի ամբողջ տարածքից իսրայելական զորքերի դուրսբերումը, գերիների ազատ արձակումը, տեղահանված բնակիչների վերադարձ նինստներ եւ վերականգնողական աշխատանքների մեկնարկը։ Այս ամենի ֆոնին Լիբանանի հարավում իսրայելական դրոնի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, եւս մեկը ծանր վիրավորվել։ Ըստ ԶԼՄ-ների առավոտյան ԱԹՍ-ն հարձակվել է ավտոմեքենայի վրա Նաբաթիա քաղաքի մոտ։